Հարգանքներս առողջ դատող հայերին, եթե իհարկե մնացել են։ 7 տարի ստորացրեց ամբողջ հայ ժողովրդին։ Ինչ արհավիրքներ ասեց, որ չբերեց հայ ազգի գլխին։ 5000-ից ավել դիակներ փռել տվեց, մատաղ արեց ադրբեջանցիների ոտքերի տակ։ Ինչքան էլ ինվալիդներ մնացին։ Այլասերվածություն բերեց։ Արեց ամեն ինչ։ Եվ մարդուկնիկ ամբողջ հայ ժողովրդին սարքեցին փալաս, նսեմացրեցին, դարձրեցին մի ոչնչություն և մնացին անպատասխան։ Ասում էր Արցախը մերն է ու վերջ, Արցախը հանձնեց։ Ասում էր ոչ մի Զանգեզուրի միջանցք չեմ տա, բացառվածը նման բան չի կարող լինել։ Հիմա էլ հայտարարում է, որ պետքա տանք, ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ ելք չունենք։ Ինչ ասես, ես չգիտեմ, հայերեն բառերի մեջ էլ կան բառեր, որ կարելի է ասել, շեշտել։ Թե այդ բոզորդին, այդ բոզածին, այդ վիժվածքը ոնց կուզեք անվանեք։ Էլ եմ ասում, էլի մարդուկնիկ արեցին ամեն ինչ, սարքեցին տրյապկա, ոչնչություն։ Այո, պարզ եմ ասում, ոչնչություն ամբողջ հայ ազգին։ Եվ մնացին անպատասխան։ Եվ այս ամեն ինչի անունը կոչվում է խաղաղության փաստաթուղթ։ Ոչինչ չասող մի փաստաթուղթ, ոչինչ չասող։ Դու գիտեք դրանով ամեն ինչ ավարտվելու է։ Իհարկե ոչ, դրանով ոչինչ չի ավարտվելու։ Շատ կարող եմ թվարկել, թե դրանից հետո ինչեր է լինելու, բայց իմաստ չունի ասելը։ Որովհետև մեծ գործը, մեծ ազգադավ գործը, հայադավ գործը, հայ ժողովրդի հանդուրժողականությունը, որը դարձավ իրան թիկունք, զենք տվեցիք իրա ձեռը, արդեն մեծ մասը նա իրա գործը պրծել է, մնացել եմ երկու բան, դա էլ կարող եմ չասել, էլ իմաստ չունի։ Ես ուղղակի ապշած եմ, զարմացած եմ, ընդհանրապես Հայաստանում հայ ապրում է, թե չէ։ Հայեր կան այդ երկրում, թե չէ։ Դավաճանեք բոլոր նախագահներով էլ, դավաճանեք ընդդիմությունով էլ, դավաճանեք ամբողջ ժողովրդով էլ, որ այս ամեն ինչը հանդուրժվեց։ Քուչից եկած, էլ եմ ասում, մի սոված շուն է, որ առհամարված էր հասարակության կողմից, մի սոված շուն, էլ եմ ասում, մի տրյապկա իրա կնգա հետ միասին, ամբողջ ազգին սարքեցին ոռի չուլ, զուգարանի թուղթ, այո, ոնց ուզում եք հասկացեք, ոնց ուզում եք ընդունեք, ուզում եք վերավորվեք, թքած ունեն, սրվում են ամբողջ ազգին իրանց հետույքը ու շպրտում են աղբանոց, և այս ամեն ինչը հանդուրժվում է։ Դե եթե տենց հա, ուրեմն թող վերան այդ երկիրը, դուք էլ վերացեք, բոլորդ վերացեք, որովհետև դուք հայ կոչվելու, մարդ կոչվելու, արժանապատվությունից զուրկ լինելու ոչնչություններ եք։ Այսքան բան էլ ասելիք չունեմ։ Հայաստանում հայ չկա։ Ափսոս են հայրենիքը, այդ մի բուռ հայրենիք, այդ մի բուռ հողն ու ջուրը, որ դուք եք օգտագործում ու խմում։ Ես վստահ եմ, եթե մեր երկիրը, հողն ու ջուրը լեզու ունենային խոսալու, հաստատ
վերջին կեղտը կթափեին այդ ժողովրդի վրա, որ բնակվում է այդ հողի վրա։ Այսքան հանդուրժել կլինի, հայ չկա։ Նորից եմ կրկնում, հայ չկա Հայաստանում։ Ոչ մեկը էլ հայ չեք, դուք հայախոս բոշեք եք։ Ոնց ուզում եք հասկացեք։ Վերջին անգամ եմ ասում, հայը, իսկական հայը, արիացի հայը, սա չէր հանդուրժի։ Կմեռներ, բայց չէր հանդուրժի։ Մի ապստամբությունն ինչ է, մի հատ ապստամբություն չիրագործվեց, որ ընդամենը 1-2 ժամում այդ կեղտը կմաքրվեր Հայաստանից, դա չարեցիք։ Այդ փոխարենը, այդ նախագահներ կոչված գանդոնները եւ ընդդիմություն կոչված գանդոնները իշխանության կռիվ են տալիս, բայց իշխանության էլ չեն հասնում։ Այս կապիկությունները, որ դուք սարքել եք, ում եք դուք պետք ընդհանրապես արա, ում եք պետք դուք։ Այո, ճիշտ է այն խոսքը, եթե մի ազգ չի ուզում մեռնել, તો ուզում է Անգլիա լինի, ուզում է Իսրայել լինի, ուզում է Թուրքիա լինի, ուզում է սաղ աշխարհը կանգնի այդ ազգի դեմ, այդ ազգին չեն կարող սպանել։ Նրանց ֆիզիկապես կարող են վերացնել, բայց հոգեպես եւ նրա ոգին չեն կարող սպանել։ Մի հայ մնար այս աշխարհից վրա, նորից հողից տակից ծիլ կառներ, նորից ճյուղեր կտար կբազմանար, նորից կշատանար։ Բայց ոնց տեսնում ենք, հայ չկա, այդ ազգը չկա, որ նորից ծիլ տա։ Այդ գերադասում եք մեռնել։ Մեռնել չի նշանակում, որ ձեր նմանները պետք է մեռնեն, որտեղ դուք գենով հայ չեք, դուք հայախոս բոշեք եք, էլ եմ ասում։ Գնացեք մի կաթիլ արուն տվեք ու կիմանաք ձեր պապերն ու տատերը ովքեր են եղել, ձեր ծնողներն ով են, եւ դուք ով եք, որ այսքան հանդուրժում եք։ Ձեր համար մեկ է, թե դուք ում ձեռի տակ կապրեք, թուրքի, ադրբեջանցու, եսի էլ ինչ մի քաքի ձեռի տակ կապրեք, մենակ փորներ այդ կուշտ լինի, ռեստորաններում լափեք, այլասերվածություն լինի, ու դրանով դուք ապրեք ու ուրախանաք։ Մեռեք, արա, մեռեք, ում եք պետք վաբշե, դուք բոլորդ, ում եք պետք։ Ազգային արժանապատվություն։ Ինչ ազգային արժանապատվություն։ Արժանապատիվ մարդ է, այսքան բանը չէր հանդուրժի։ Ազգ էլ չկա է, այլ ընդամենը խաժամուժ եք, նախիրա, ուրիշ ոչ մի բան։ Եթե կան իմ ելույթը լսող խելացի մարդիկ կհասկանան, թե ինչ եմ ասում։ Մի 2% ծվարած հայեր են մնացել, որ ձեր նման կեղտերի ձեռը, ինչպես կաթիլը ծովի մեջ, չեն կարում ոչ մի հարց լուծեն։ Հիմա հասկացաք, համոզվեցիք, որ Հայաստանում հայ չեն ապրում, հայեր չկան։ Տեսաք, Արցախը չեմ տա, տվեց, հիմա էլ Զանգեզուրի Միջանցքն է տալիս, ասма պետք է տամ։ Դրան էլ կհաշտվեք, էլի գլուխներդ կախ կապրեք։ Այդ ճանապարհը տալով դա Հայաստանի վերջն է, վերջ։ Կտրվում եք Իրանից, Պարսկաստանից։ Եվ լիարժեք սահմանակից եք դառնում ադրբեջանցու Թուրքի հետ։ Իսկ դա ժամանակի հարց է, թե որ կազմի մեջ կմտցնեն։ Այդ մի փոքրիկ է սուրբ հողը ու կանարգեն են էլ ոնց կանարգեն այդ մի փոքրիկ մնացած ծավալած երկիրը, այդ ավետյաց երկիրը, որտեղից մարդկությունն է սկիզբը աշխարհի։ Ես չգիտեմ ինչ բառեր ասեմ։ Մենակ մի բան կասեմ, նզովյալ լինեք բոլորդ։ Հաստատ այդ պատիժը կստանաք դուք Աստծուց։ Դու սա չեք մարսի։ Դուք ձեր լռությամբ, ձեր հանդուրժողականությամբ, վիժվածքին է, աղբանոցից եկած մի վիժվածքի, մի տրասի ագարկի,
ձեր ճակատագիրը հանձնեցիք ու լռում եք ու խոնար ու հեզ տանում եք այս ամբողջը։ Տարեք, որովհետև դուք հայ չեք։ Այսքանը գրողի ծոցը գնաք բոլորդ։ Թքեմ ձեր թասիբի վրա այսքան բան։